Անմխիթարն անկեղծ ցավում եմ, որ այս հարցի կառավարության կողմից դուք եք ներկայացնում, որովհետև ձեր ներկայացած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին մենք միշտ կողմ ենք քվեարկել, բայց իրականությունը սա է։ Գիտեք, հեղափոխությունից անմիջապես հետո դուք ձեր քաղաքական ուժը նաև ասում եք Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Այսօր ինչ ասում եք 18 թվականի մայիսին եւ անում, բայց հերթակապես կապ չունի նրա հետ, թե ինչ եք ասում եւ անում այսօր այս պահին։ Դուք ասում եք մենք որևէ հեռուստաընկերություն փակելու մտադրություն չունենք, սա լրիվ այլ բան է։ Դին Ղազարյանը կարծում եմ մի քիչ ավելի անկեղծ էր, ինքը սենց միանգամից հիշացրեց, որ շողակաթ հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հեռարձակել է Մասիսի քաղաքապետի երթը։ Հիմա հանրային միջոցներ իրանք էլ հանրության մի մաս էր։ Ինչի պետք է հանրության մի մասը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի երթը հեռարձակվի, իսկ մեկ այլ հանրության մեկ այլ հատվածի երթը չմեկնաբանվի, ներկայացվի, ներողություն եմ խնդրում, հեռարձակվի։ Սա իմ գնահատականով բացահայտ ցենզուրա է։ Եվ կառավարությունը ինչպես է վերաբերվում այս ձևի հետին նպատակ ունեցող օրենսդրական նախաձեռնություններին։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, մեծ է գայթակղությունը իրականում մտնել այն դաշտ, որտեղ իհարկե տողատակով գովաբանեցիք իմ գլխավորած գերատեսչության աշխատանքը, բայց ես թերևս շարունակեմ ձեզ հիասթափեցնելու շարքը։ Ես լիարժեք կիսում եմ այն մոտեցումը, որ հոգևոր, մշակութային եւ կրթական բովանդակություն հեռարձակելու փոխարեն որևէ քաղաքական ցույց, քաղաքական բնույթի հաղորդաշարեր պիտի ցուցադրվեն։ Եթե ուզում են ցուցադրել, հեռարձակել, ապա ոչ հանրային միջոցների հաշվին կարող է հեռուստաալիքը շարունակել իր գործունեությունը, իսկ պետության կողմից ընդ որում ամեն օր ընդդիմադիր բովանդակությամբ կոնտենտ հեռարձակելով հանդերձ պատասխանատու ասում եմ, այն հիմնադրամը, որը մենք ստեղծել ենք, կարող է թիրախային ֆինանսավորում անել ցանկացած հեռուստաալիքի շողակաթից մինչև Երկիր մեդիա, H2-ից մինչև TV5։ Այսինքն այստեղ մենք նաև հիմնադրամը ստեղծելիս նաև չենք առաջնորդվելու որևէ պարագայում, ես որպես խորհրդի նախագահ եմ ասում, նաև համար 1 ամբիոնից, որևէ մեր սիմպաթիաներով կամ նախասիրություններով ցանկացած հեռուստաալիք բարձրորակ հանրօգուտ կոնտենտի համար ստանալու է պետական աջակցություն ֆինանսների տեսքով։ Արտական համեցեք։ Պարոն Մխիթարյան, գիտեք, եթե Ոչինչ։ Վայ Հայրապետյան, հազար ներողություն, Պարոն Հայրապետյան, եթե լիցենզիայի պայմանների խախտում է տեղի ունեցել, ինձ հետաքրքիր է օրինակ կառավարությունը, համապատասխան մարմինները, որևէ դիտողություն, զգուշացում, առաջարկ, կոչով դիմել են շողակաթ հեռուստաընկերությանը շտկելու այն, ինչը որ ձեր կարծիքով հակասում է բուն հեռուստատեսության առաքելությանը։ Սենց մի անգամից վերցնել ասել, այ տեսեք, սենց ինչ որ մի բան է եղել, երթ են հեռարձակել, դա հակասում է եւ դրա համար փակում ենք։ Սովորաբար նման բան չի արվում։ Ափսոսում եմ, պարոն Խաչատրյան, վստահաբար ասում եմ ձեզ հարիր չէ այդ օրինակը մանիպուլացնել է իմ խոսքը, խնդրում եմ չանել այդպես պարզապես կամ ինչպես կհամարեք, կարող եք չօգտվել իմ խորհրդից։ Ես նման բան որևէ պարագայում չասացի, իդեպ չեմ բացառում, որ գործընկերներիս գուցե խոսքը ճիշտ չի ընկալվել, համենայն դեպս ես այդպես չեմ հասկացել, որ ցույցը ցուցադրելու համար չպիտի դա լինի։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար է հեռարձակողի խորհուրդը ֆինանսավորել եւ ինչ հեռուստա բովանդակություն է դրա դիմաց ստացվել։ Սրա մասին էր ընդհանրապես խոսքը։ Ինչ վերաբերում է բողոքներին, ես ստիպված եմ հղում կատարել իրավական ուրեմն մասին, դրա համար գոյություն ունի սահմանադրական մարմին, այն կոչվում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով։ Կառավարությունը այդ օրինակ մոնիթորինգ անելու ոչ իրավասություն, ոչ էլ գործիքակազմ ունի, առավել եւս ԲՏԱ նախարարությունը եւ ընդհանրապես այս պատմությունը դրա մասին չէ։ Մենք
մեր կարծիքով ինստիտուցիոնալ լուծում ենք տվել, ստեղծել ենք հանրօգուտ միջավայրի խթանման մի նոր կառույց, որը բոլոր հեռուստաալիքներում խրախուսելու է մշակութային, կրթական եւ հոգեվոր բովանդակությամբ հեռուստա կոնտենտը, այսինքն հետ այսու մենք գումար ենք տալու բոլոր ամբողջ դաշտին, որպեսզի իրենք կարողանան նմանօրինակ բովանդակությամբ հեռուստա հաղորդումներ ուրեմն հեռարձակել։